Բարև ձեզ հարգելի դիտողներ, Իրավունք TV-ի եթերում այսօր կլոր սեղան է լինելու եւ կլոր սեղանի մասնակիցներն են Արցախցի շատ հայտնի փաստաբան պարոն Ռաֆայել Մարտիրոսյանը եւ կռունկ Արցախահայերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Մարիամ Ավագյանը։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալություն, որ դուք ընդունեցիք մեր հրավերը եւ այսօր մենք ձեզ հետ պետք է քննարկենք Արցախի թեման նախընտրական շրջան, այսինքն ինչպիսի նախընտրական խոստումներ կամ մտքեր են արտահայտում այդ 19 կուսակցությունները եւ դաշինքները, ովքեր մասնակցում են նախընտրական փուլին, իրենց նախընտրական ծրագրերում ինչ տեղ են տալիս արցախցիներին, Արցախին, Արցախի խնդրի լուծմանը եւ ինչեւ դրան անցնելը իհարկե մենք մշտապես կոչ ենք անում մեր բոլոր հեռուստադիտողներին անպայման մասնակցել ընտրություններին, որովհետեւ ընտրություններին մասնակցելով նախ եւ առաջ դուք թույլ չեք տալիս, որ ձեր փոխարեն ինչ որ խաբեբաներ փորձեն քվեարկել ձեր անունից, սա մեկ եւ երկրորդը իհարկե դուք արտահայտում եք ձեր տեսակետը, որը որ շատ կարեւոր է մեր Հայաստանը չկորցնելու համար։ Այսօր մենք ուրեմն կանդրադառնանք այդ հիմնական խնդրին, Արցախի թեման ինչպես է ներկայացված մեր նախընտրական շրջանում եւ արդյոք մենք դրան համաձայն ենք թե ոչ։ Խնդրեմ պարոն Մարտիրոսյան, ձեր կարծիքը։ Տեսեք, իմ կարծիքով բոլոր թեկնածուների մոտ Արցախի վերաբերյալ արվող հայտարարությունները հստակ չեն եւ չունեն այն անհրաժեշտ չափի ուժգնությունը, որը որ պետք է բխի հայկականության իմաստից։ Եվ ես դա պայմանավորում եմ նրա հետ, որ արկա է իշխանության կողմից այնպիսի հայտարարություններ կապված Արցախի վերաբերյալ, որ Արցախը այլևս կորսված է եւ նրա հետագա հարցի քննարկումը անիմաստ է եւ վտանգավոր Հայաստանի շահերին։ Հետևաբար պետք է նաեւ Արցախի հետ կապված հարցի բարձրացումը գնահատել նաեւ ընտրությունների տրամաբանության ներքո, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ մտավախություն ունեն, որ Արցախի հարցի գործածումը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել ձայների հավաքման գործընթացում։ Ինչը միանգամայն ես չեմ համարում, որ դա հայամետ դիրքորոշում է, որովհետև այստեղ արկա է արժանապատվության խնդիր իր նախնիների նկատմամբ հիշողության եւ պետության անվտանգության խնդիր։ Այս է իմ դիտարկումը կապված նախընտրական քարոզչության հետ։ Նաև նկատենք, որ այս քարոզչությունը ուղեկցվում է նաև մանիպուլյատիվ հայտարարություններով, փորձ է արվում մարդկանց գիտակցության վրա ազդելու միջոցով հասնել որոշակի նպատակների, որպեսզի խաղաղությունը որպես այդպիսին լինելով կեցության կատեգորիա, դա ներկայացվում է որպես անհրաժեշտ պայման, նույնիսկ ի հաշիվ մեր արժանապատվության կամ մեր երկրի անվտանգության։ Այսքանն է իմ դիտարկումը եւ պատրաստ եմ մյուս հարցերին եւս պատասխանել։ Խնդրեմ Տիկին Ավագյան, ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Ուրեմն այստեղ պետք է մի բաներ հստակ հասկանանք, որ բացի նրանից, որ կարելի ասել հատկապես վերջի ինչու՞ չէ մի 7 տարիների ընթացքում եղել է հիբրիդային ճնշում, պրեսինգ մեր հայ հանրության վրա հենց Արցախի առումով, ես վախենամ, որ նաև մեր քաղաքական վերնախավը քաղաքական դաշտում բավական հետընթաց է ապրել, եթե չասեմ վերջին 30 տարիների ընթացքում, եւ ինքը հստակ
չի կարողանում իր համար ձևակերպել ինչ է իր համար Արցախը եւ ինչպես պետք է պահել կամ ինչպես պետք է այն վերադարձնել եւ ընդհանրապես Արցախյան հարցին ինչպես անդրադառնալ։ Ես անընդհատ տեսնում եմ, որ դրա այդ գաղափարի եւ համոզմունքի դեֆիցիտը միշտ եղել է, իսկ այս օրերին նկատի ունեմ 20 թվականից իսկում այն ավելի խորացել է։ Այսինքն ինչ անել Արցախի հետ։ Այն, որ մեր, այսպես ասած, դաշնակից պետությունը, նրա դաշնակից Թուրքիան, նրա դաշնակից ինչ որ առումով, այս հարցի առումով Ամերիկան եւ Եվրոպան շատ լավ գիտեն, որ հանուն Թուրքիայի իրենք Արցախի խնդիրը փաստացի լուծեցին, այսպես ասենք, սպանեցին Արցախը, միանշանակ դա Թուրքիայի հետաքրքրությունների սահմանում էր, բայց այս առումով մեր քաղաքական վերնախավը չուներ դրան հակադարձելու որևէ բան։ Եվ այս ֆոնին իհարկե գալիս է մի թիմ, որը դառնում է, ոչ թե դառնում է, այլ ինքը փաստացի հայկական կողմին դարձնում է օբյեկտ, ընդ որում շատ փափուկ օբյեկտ, որին կարելի է ծեփել պլաստիլինի պես ոնց կուզեք կամ կավի պես ոնց կուզեք, եւ փաստացի մենք վերջի առնվազն 4-5 տարիների ընթացքում կատարում ենք աշխարհի կմահաճույքները։ Ռուսաստանը այսպես է անում, արդեն ենթարկացնում է, Թուրքիան այսպես է ուզում, Ադրբեջանը այնպես է ուզում։ Դե Եվրոպան էլ կողքից նայում է, մտածում ինչի Թուրքիայի խաթրին կապնի, ուրեմն նա էլ է համոզում։ Բայց բոլոր դեպքերում ես չեմ տեսնում, որ Հայաստանում ձևավորված գաղափարական միտք կա, ինչ չենք ուզում։ Այսինքն մենք մեր երիտասարդության, այո, շատ ճիշտ եք ասում, որ հոգեբանական այս պրեսինգի արդյունքում շատերի մոտ կասկած է ծագում, տպավորություն կա, մենք արդեն համակերպվում ենք Արցախի նախիջևանացման փաստի հետ։ Սա չգիտեմ, սա ցավ է ուղղակի, էլի, այսպես բաց վերք է, առնվազն ինձ համար։ Ու այս ֆոնին ես չեմ տեսնում, որ մենք ունենք, գիտեք, պարոն Բաբուխանյան, դուք շատ լավ եք հիշեք, 88-ին ինչ մտավոր մենք բյուրեղացման երևույթ տեսանք։ Ուր են այդ մտավոր բյուրեղների հատիկները, որ հիմա բյուրեղացում տեսնենք։ Դուք հակադարձում լիարժեք տեսնում եք այս ճղճին իրավիճակին, ես չեմ տեսնում։ Սա է խնդիրը, սա է ինձ համար առաջնային։ Այո, այնտեղ տեսանք ինչ-որ մի կուսակցություն, ընտրական, նախընտրական, շատ լավ բան ասած սոցիալական համայնքներ, որը շատ կարևոր այսօր իր հողից պոկված մազապուրց Արցախցու համար, սոցիալական համայնք։ Մենք իշխանությունների հետ դեռևս հադրութներ ընդամենը եւ քաշաթաղ քարվաճառներ եկել մնացածը դեռ տեղում էին սոցիալական տների համար կռիվ ենք տվել, ոչինչի չենք ասել, այն ինչ-որ որոշումներ, հա, հիմա ինչ-որ մի կուսակցություն խոստանում է, ես ինչ պետք է վստահեմ։ Այսինքն իմ մոտ նաև վստահության դեֆիցիտ կա, ես դա տեսնում եմ, ես որևէ մեկին արդեն չեմ վստահում, չեմ հավատում, հատկապես հին ուժերին, եւ իմ մոտ, չգիտեմ, իմ Facebook-յան էջում կարող եք դուք հետևում կարդում եք, ես անընդհատ խոսում եմ քառագլուխ հրեշի մասին, որ մեր երկրի մեջ նստել է եւ երկիրը խեղդում է։ Ես սրանից եմ վախենում, այսինքն Արցախի նախիջևանացմանը հետևելու է Հայաստանի կորուստը։ Ես սա տեսնում եմ։ Ու ես որ Մոսկվայից, այսինքն փաստացի մի փոքր ես այսպես բանել ասեմ, որ Մինսկի խմբին զուգահեռ Մոսկվան կարողացավ Թուրքիայի հետ ստեղծել պայմանագիր կրկել 1997 թվականին, որ իրենք Մինսկի խմբին այլընտրանքային պրոցես են տանելու Ղարաբաղի հարցը լուծելով։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես փաստացի Մոսկվան ու Անկարան կարողացան Մինսկի խմբի շատ համանախագահ երկրների պասվածման դիրքի մեջ դնել, նույն Ամերիկային, այդտեղ ինչ-որ մեկի փեսաներ Թուրքի, ինչ-որ փեսա եկավ այլ։ Այսինքն եւ բերին հասցրին նրան, որ Մինսկի խումբեր փակեցին։ Տեսնում եք, այսինքն ունեին ծրագիր կետարկել, իսկ իմ մոտ տպավորություն կա, որ 94 թվականից հետո մենք չգիտեինք քաղաքական առումով Արցախի հետ ինչ անել, իրավական առումով Արցախի հետ ինչ անել, եւ դրա համար էլ դատարկ էր դաշտը, ու չգիտեիր, արցախցին ոնց որ թե ըստ միացման Հայաստանի քաղաքացի է, բա որ քաղաքացի է, ինչու է հանկարծ ու մեկ էլ Եվրոդատարանը
դատական process-ում որոշում, որ դա չէ, այսպես բանի ճանապարհորդական գրքույկ է, ու մենք էլ չենք ընդվզում։ Այսինքն ես անընդհատ տեսնում եմ, որ մենք process ենք տարել Արցախի կորուստի ու չենք գնահատել Արցախը։ Արցախը Հայաստանի ողնաշարն է։ Կասեն դե լավ, Նախիջևանը կորցրել ենք, հիմա էլ Արցախ կորցնենք։ Չէ, մենք Հայաստանը կորցնում ենք։ Այս կրծած, որ արդեն մեկ էլ բրոշկա է դարել ինչ-որ մեկի համար, դա էլ ենք կորցնում։ Սա է իմ ցավը։ Ու ես իրոք քաղաքական դաշտում այսօր չեմ տեսնում, թե մեր քաղաքական միտքը Արցախի հարցում ինչ մոտեցում ունի։ Տիկին Ավագյան, դուք նշեցիք երկու որոշումների մասին, որոնք ինձ համար հայտնի չեն։ 97 թվականին։ Մեկը ասեցիք 97 թվականին Ռուսաստան եւ Թուրքիա, դուք ունեք այդ որոշումը կամ նախագիծը կարող եք մեզ տրամադրել։ Բանն այն է, որ Որտեղ ոնց որ ոչ միտեղ չի հրապարակել։ Քանի որ ես պատմաբանների շատ եմ սիրում, որոնք գիրություն չարեցին մեր պատմագիտությանը, նկատի ունեմ խորհրդային, հետխորհրդային շրջանին, իրենց հետ շատ եմ առնչվում, բայց իրենց մեջ շատ ազնիվ մարդիկ նաև կան, որոնք իրենց ինձ տրամադրել են իրենց գիտական հոդվածները, ես նույնիսկ այդ գիտական հոդվածների վրա ակադեմիայում մի հավաքի ժամանակ փախստականների վերաբերում զեկույցով եմ հանդես եկել եւ դրա հետ կապված Կաբդոյան, որը ՄԳԻՄՈ-ի ասպիրանտ է եւ հենց ՄԳԻՄՈ-ում պաշտպանել է թեզային մասին, որ 97 թվականից ռուս-թուրքական պայմանագրերով Արցախի հարցը լուծվել է այլընտրանքային ճանապարհով։ Ես հաջորդում դա ձեզ Ես ինքս ուրեմն գրել եմ գիտական թեզ, գիտությունների տեխնացու եմ, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Եվ ճիշտ ասած ինձ համար դա լրիվ նոր բան է, եթե կարելի է անպայման մեծ հետարկությամբ ծանոթանանք եւ երկրորդ հարցը դուք ասեք Եվրո դատարան ունի որոշում, որ իբր Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի եւ մի քուրդի ազգանունը գնահատակեց։ Բայց դա արդյոք վերաբերում է բոլոր Արցախահայերին։ Ուրեմն այնտեղ այսպես որոշվեց, որ այդ ժամանակ նույնիսկ մեր ուրեմն պատասխան էսպես էր հայկական կողմը պաշտպանվեց, ասելով այո, դա ճանապարհորդական գիրք է, ընդհանրապես տվել ենք դրա համար, որ դա բան չի, անձնագիր չի, որից հետո ես հստակ լսել եմ հիմա ես դատախազի գլխավոր դատախազի ազգանուն եմ մոռանում Գևորգ լավ, որոնք անընդհատ հիշեցրել են, որ այո, դա անձնագիր չի, դա ճանապարհորդական գրքույկ է։ Դա Հայաստանի ապօրինի իշխանությունների ապօրինի դիրքորոշում է։ Այո, այսինքն իրենք չկարողացան Եվրոդատարանի Եթե Եվրոդատարանում, եթե պաշտպանող կողմը չի կարողանում իր դիրքերը պաշտպանել, Եվրոդատարանը որոշում է այն, ինչ որ որոշում է։ Ես հիմա ուզում հենց ասել այս թեմային, մենք ունենք 1989 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի համատեղ որոշումը, որ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Արցախը, հանդիսանում է Հայաստանի անբաժանելի մաս եւ այդ որոշման կետը հռչակում է ուղղակիորեն, որ Արցախի բնակչությունը այսուհետ, այսինքն 89 թվականի դեկտեմբերի 1-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լիիրավ քաղաքացի։ Այդ որոշման հիման վրա տեղի են ունեցել 90 թվականին Արցախում Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններ, այնուհետև այդ որոշման հիման վրա տեղի ունեցավ տնտեսության ուրեմն կոոպերացիա եւ ուրեմն Արցախի տնտեսությունն ներգրավեց ընդհանուր Հայաստանի տնտեսության մեջ։ Այդ որոշման հիման վրա արցախցիներին տրվեց Հայաստանի Հանրապետության նմուշի անձնագրեր, այդ որոշման հիման վրա օրինակ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ, այսինքն համարվեց, որ նա արդեն 89 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուստի այդ 5 տարվա պահանջը, քաղաքացիություն ունենալու պահանջը արկա է եւ այլն։ Հիմա հանկարծ որոշվեց, որ այդ փաստաթղթերը, այսինքն անձնագրերը, որոնք տրված են եւ արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Ակնհայտ է, որ դա արվել է այս դավաճան իշխանությունների կողմից մի նպատակով, որպեսզի Արցախի իսկապես Արցախի հարցը մոռացության տան մեկ, երկրորդը այս իշխանությունը պարտավորված չլինի պաշտպանել իր քաղաքացիներին, որոնք ապրում են Արցախում,
կամ ապրում էին Արցախում, բայց այն պահին պարտավորված էր, որովհետև այդտեղ կար ապրող 120,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց իշխանությունը պարտավոր էր պաշտպանել։ Եթե անգամ այդ քաղաքացիները ապրեին մի այլ երկրում, ոչ թե Արցախում, այլ ասենք այլ երկրում, չգիտեմ, Ուկրաինայում ասենք, նույնպես Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր քաղաքացուն պաշտպանել աշխարհի ամբողջ, ուրեմն մակերեսով մեկ եւ Բարոյական մեր պարտականությունները մեր իշխանությունները նորից հրաժարվեցին։ Բարոյականը թողնենք, սա իրավական պարտավորություն է։ Եվ երրորդը, իրանք վախեցան, որ արցախցիները մասնակցելով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս ընտրություններին կկարողանան ուրեմն փոխել իրավիճակը։ Իրենց ձայները տալով բնականաբար ոչ այն իշխանությանը, ով դավաճանաբար նրանց հանձնեց թուրքերին։ Հիմա այս հարցը ես ուզում եմ պարոն Մարտիրոսյան ձեզ որպես իրավաբանի տալ։ Արդյոք ինչն է պատճառը, որ մենք այնուամենայնիվ ոնց որ համակերպվեցինք, այդ համակերպվել բառը դուք շատ ճիշտ ասեցիք, համակերպվեցինք այն բանի հետ, որ մենք այլևս արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, այլ պետք է դիմեն հատուկ ինչ-որ մտածակարգ անցնեն եւ այլն։ Ինչն է պատճառը, ինչու մենք չենք կոլեկտիվ, չենք կազմակերպում դատավարություն այս հարցով, ինչու է մենք դատի չենք տալիս այն իշխանությանը, որը որ խախտում է մեր իրավունքները, արցախցիների իրավունքները, Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, երբ որ մեր քաղաքացիներից մի մասին հանկարծ մի օր ասում են, որ գիտես ինչ, այլ փաստաթուղթը, որը վերեն գրված է Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության գերբը խփած է, ասում են, չէ, դա ինչ որ ճանապարհորդական փաստաթուղթ է, առավել եւս, որ մեր օրենսդրությունը, եթե ես սխալվում եմ, դուք ինձ ուղղեք, մեր օրենսդրությունը ճամփորդական փաստաթուղթ հասկացողություն չունի, օրենսդրության մեջ այդպիսի տերմին գոյություն չունի, կա անձնագիր, եւ անձնագրի տարատեսակներ գոյություն չունեն։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Նախ ասեմ, որ բարձրացված հարցի վերաբերյալ ձեր դիտարկումը դա վերաբերում է Չիրագովն եւ այլոք ընդդեմ Հայաստանի գործով արված դիտարկմանը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որտեղ գնահատական է տրվում Հայաստանի Հանրապետության անձնագիրը արցախցիների կողմից օգտագործելու հետ կապված, ինչ վերաբերում է դատական հայց ներկայացնելու, ապա հենց այդ դատական ակտի հրապարակումից հետո Չիրագվի։ Այո, ծագել է այն հիմքը, դիմել դատարան, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանում արցախցիների տրված անձնագիրը ներկայացրել է ոչ թե քաղաքացիության պայմանով, այլ ճամփորդական առումով։ Հետևաբար մեր իրավունքը կոնկրետ արցախցիների կամ հայաստանցիների իրավունքը հենց ծագել է այդ պահից ի վեր։ Ես դες հետ լրիվ համամիտ եմ։ Ու մենք դրա համար ներսում ոչ այստեղ Արցախում ոչինչ չարեցինք հակադարձելու դրան։ Ու այդ շղթան ես չեմ ուզենա հիմա ազգաններ տալ, որտեղ կան մարդիկ, որոնք ինձ համար շատ հարգված մասնագետներ են, իրավաբաններ են, որոնք եւ Ֆրանսիայում են ապրում, եւ Հայաստանում։ Վերջերս մի արցախցու ես ուղղորդում եմ, խնդրում եմ դիմի ասա, մենք Հայաստանի քաղաքացի ենք, ուզում ենք այս հարցով իրեն հակադարձում այդ մարդը։ Չէ, ըստ Չիրագվի այդ դատական հարցի որոշման, դա ճամփորդական իրավունք է։ Տղան այլայլվել էր, ես անկեղծ ասած չէի սպասում, որ այնպես պատասխան կտա։ Այսինքն դուք հասկանում եք, որ մեր դեմ գնացել է համակարգված գործընթաց, ու այն ինչ որ կատարվել է 2018 թվականից դա իմ գնահատականն է։ Այդ կուլմինացիան է եղել։ Պարոն Բաբուխանյանը հիմնվեց իր խոսքում ազգային ժողովի որոշման վրա, այո, իրականում ըստ էության այդ որոշմամբ ճանաչվել են արցախցիները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Սակայն հետագայում դա իրավական պայմանը փոխվել է սոսկային պատճառաբանությամբ, որ արցախցիները դուրս են եկել եւ իրենց համար նախընտրելի է այդ թվում եւ Արցախում են այդպես գնահատել, ինչպես նաեւ Հայաստանում, որ նախընտրելի է անկախության հռչակման միջոցով հասնել վերամիավորման։ Անկախ նրանից, թե դա ինքնորոշում է կամ վերամիավորում է, Եկեք անունը ճիշտ է, խճճում էր։ Խճճում։
որ չհասկանաս Արցախցին Հայաստանի քաղաքացի է, թե քաղաքացի չէ։ Միացում եղել Բայց գիտեք ինչ։ թե ունենք անկախ հանրապետություն։ Այսինքն նորից եմ ասում, սա ներսից չեն Համաձայն։ Դրսի ուժերը խճճել են, մեր քաղաքական միտքը եղել է միշտ ամուր, չի կարողացել հակադարձել։ Համաձայն եմ ձեզ հետ, բայց մենք պետք է ոչ թե հույզերով այսպես առաջնորդվենք, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որից այդքան տրաքում է Ադրբեջանը եւ Ալիևը եւ Թուրքիան, փաստում է նախաբանում, որ անկախության մասին հռչակագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության անկախտելի մաս։ Իսկ անկախության հռչակագրում ասված է, որ մեր պետականությունը հիմնվում է դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման վրա։ Այսինքն անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են եղել, ինչ խճճում բառը շատ լավն էր, ինչ խճճումներ են եղել մեր մտածելակերպի մեջ, այնուամենայնիվ մեր փաստաթղթերը, մեր իրավական հիմքը եւ մայր օրենքը փաստում է, որ կա վերամիավորման որոշումը եւ արցախցիները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հավասարազոր քաղաքացիներ բոլոր մնացածի հետ միասին։ Այդ իսկ պատճառով ես նորից եմ ուզում անդրադառնալ, իսկ արդյոք այս ընտրությունները կարող են համարվել օրինական, եթե 120,000 քաղաքացու զրկել են քաղաքացիությունից ապօրինաբար։ Սա մեկ եւ երկրորդը։ Արդյոք մենք չպետք է նախաձեռնենք զանգվածային դիմում դատարան, սկսենք հավաքել ստորագրություններ։ Ես ձեզ եմ առաջարկում, պարոն Մարտիրոսյան, որտեղ իրավաբանը մեր մեջ դուք եք, եւ դուք հայտնի արցախցի իրավաբան եք, դուք շատ լավ ճանաչում եք Արցախը, շատ լավ գիտեք արցախցիներին ու գիտեք այն օրենսդրությունը բոլոր իր մանրամասներով, որով ուրեմն փորձում են նենգափոխել այսօրվա իրավիճակը։ Արդյոք ժամանակը չի, որ մենք նախաձեռնենք այդ գործընթացը եւ մի քանի հազար քաղաքացիներով, առաջի հերթին իհարկե արցախցիների, ովքեր անմիջապես իրենց իրավունքն է ոտնահարվել, բայց մենք պատրաստ ենք մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը, մեր մամուլը, ամեն ինչ մենք պատրաստ ենք դնել այդ գործին, որպեսզի հասնենք այդ նպատակին եւ վերականգնենք օրինականությունը։ Խնդրեմ ձեր կարծիքը, պարոն Մարտիրոսյան։ Նախ պետք է նկատել, որ սահմանադրության հիմնասյունը դա անկախության հռչակագիրն է եւ սահմանադրության բոլոր իրավական դրույթները պետք է միանգամայն բխեն հռչակագրից։ Սա ընդունված իրավական կարգ է։ Ինչ վերաբերում է դատարան դիմելու հնարավորությունների կամ իրավական պայմաններին, ապա միանգամայն դուք ճիշտ դիտարկում արեցիք, որ այդ իրավական ճանապարհը արկա է, սակայն այս իրավական ճանապարհի մոտ կարող են ի հայտ գալ մեր պետության անվտանգությանը սպառնացող հանգամանքներ եւ այս հանգամանքի տրամաբանության մեջ ես անշուշտ նախապատվությունը տալիս եմ իմ երկրի անվտանգությանը։ Իհարկե միայն իրավունքի գործադրումը դա բավարար չէ, պետք է նաև հաշվարկներ կատարվել քաղաքական վտանգների տրամաբանության մեջ, իսկ այս հարցի քննարկումը կարծում եմ պետք է նաև ներգրավեն քաղաքական գործիչներ, թե եթե նմանատիպ հայցադիմումներով դիմենք դատարանը, ինչքանով դա կլինի շահավետ մեր երկրի անվտանգությանը կամ ինչքանով կհագնանա վտանգները մեր երկրի անվտանգության նկատմամբ։ Մեր երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, ըստ եւ ես առաջարկում եմ այդ առումով, ուրեմն այո, քաղաքական գործիչների ներգրավումը կարեւոր է։ Քաղաքական գործիչներից մեկը հենց ես որպես քաղաքական գործիչ պատրաստ եմ ներգրավել այդ գործընթացին եւ ապահովել քաղաքական կողմը, իրավական կողմը առաջարկում եմ ապահովել ձեզ, որովհետեւ եթե մեր քաղաքացիները չեն մասնակցում մեր երկրի ընտրություններին, դա ամենամեծ անվտանգության խնդիրն է ծագում։ Խնդրեմ Տիկին Ավագյան։ Տեսեք, ես մի փոքր հերվից սկսեմ։ Իլհամ Ալիևը 2004 թվականից առնվազն 3 փաթեթ պատվիրեց միջազգային իրավաբան փորձագետների, որոնք պատրաստեցին 3 ուղղություններով, այսպես ասած, թղթապ բանակներ առայն մասին, որ ագրեսորը Հայաստանն է եղել, որ Հայաստանը օկուպացրել է տարածքներ եւ Հայաստանը ոչնչացրել է օկուպացված տարածքների ունեցվածքը։ Եվ դա սկսեց
շրջանառության մեջ դնել։ Աշխարհում այնքան դրեց շրջանառության մեջ, որ այսպես որ մենք ասում ենք, միջազգային հանրությունը դրան հավատաց։ Մենք ձեռքները ծալած ոչինչ չենք կարել։ Նույնիսկ 2020 թվականին Թուրքը չկարողացավ իրեն զսպել եւ հայի մեքենայի վրա, սպիտակ նիվայի վրա գրում է Սումգայիթ անգլերենով, հիշեցնելով Սումգայիթի մասին, որտեղ Սումգայիթը դա ցեղասպանության այսպես խտացման մոդել էր։ Իսկ մենք դրա մասին չխոսեցինք։ Այսօր Իլհամը անում է միջազգային հեծանվային մրցարշավ Բաքուն կապելով Սումգայիթին, ապա Ստեփանակերտին։ Սրանք սիմվոլներ են, որոնք կարևոր են։ Այսինքն իրենք ամեն օր առավոտը հենց վեր են կենում, սկսում են աշխատել վեկտորի ուղղությամբ, պետության պահպանության ուժեղացման։ Իսկ մենք հրաժարվում ենք, հրաժարվել ենք ու հրաժարվում ենք։ Հիմա, պարոն Մարտիրոսյան, ինչ է նշանակում անվտանգային։ Ես արդեն Արցախը մոռանում եմ, Սյունիք եմ վախենում, ես Գեղարքունիք եմ վախենում։ Այսինքն մենք լռենք, Հայաստանը կորցնենք ու դրան էլ ականատես եղնենք։ Արցախի կորուստի ականատես լինելը քիչ է, հիմա Հայաստան ենք ուզում կորցնել։ Իհարկե պետք է մոբիլիզանալ, իհարկե բարդ է լինել, որտեղ մենք ուշացած ենք սկսում։ Եթե Իլհամը գալուն պես իր հոր գործը շատ ավելի ժամանակակից մեթոդներով, մոտեցումներով զարգացրեց ու առաջ տարավ, մենք ոչինչ չարեցինք եւ բերեցինք կուլմինացիա հասցրեցինք 20-23 թվականները, այսօր էլ ոչինչ չանենք, Հայաստան այս կրծած բեկորն էլ կորցնենք, որ բրոշկա էլ չլինի նույնիսկ, հա, ես համամիտ չեմ ձեզ հետ, ես իհարկե նորից ցավ եմ զգում, որ ընտրությունների շեմին քաղաքական դաշտում որևէ նմանատիպ գաղափար չկա, որը կմոբիլիզացնի հայության գոնե մի կարևոր հատվածի, մնացածը դեռ հիպնոզացման փուլում են, որտեղ ամեն օր հակահայ քարոզ է գնացել Հայաստանի մեջ, հայ մարդկանց բերանում, իհարկե բարդ է լինել, դժվար է լինելու, անվտանգային հարցեր կարող է ծագի, բա 88-ին անվտանգային հարց չկա, Դրանք շատ բարդ հարց են։ Բնականաբար, դրա համար պետք է ծանրակշիռ մտավորական, ինտելեկտուալ վերլուծություն։ Այս պահի դրությամբ դժվար է։ Բայց միևնույն ժամանակ նաև պետք է հասկանալ, որ իրավունքից հրաժարումը անթույլատրելի է։ Այո, ամենակարևորը։ Այսինքն դա դնենք վեկտոր ու փորձենք այդ վեկտորը պահել։ Իսկ այնտեղ օրը կգա պատասխանը հետո ոնց որ ասում են Ես ամբողջական ձևով ներկայացրեցի, բայց դուք ձեր խոսքում մեղավորության մասին խոսք արտահայտեցիք, ինձ համար օրինակ շատ ցավալի է, երբ որ Ադրբեջան եւ Հայաստան հարաբերություններում երկկողմանի հավասարապես մեղավորության են դիտում, բայց մինչդեռ մենք պետք է հասկանանք, որ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները սկսած 90-ական թվականներից դրանք կապված են այնտեղ բնակվելու իրավունքի, իր ժառանգությունը պաշտպանելու, ինքնությունը պահպանելու իրավունքի հետ։ Հետևաբար հավասարեցնել մեղավորության աստիճանով դուք չեք հավասարեցնել, ակնարկել եք դրա մասին, որ մեղավորության ակնարկի մեջ, այո, մեղավոր ենք, որովհետև թույլ ենք մնում։ Մենք ցեղասպանվում ենք անընդհատ։ Տիկին Ավակյան, հիմա կանցնենք այն հարցին, թե ինչպես ուժեղանալ։ Հիմա մենք կհասնենք այն հարցին, թե ինչպես ուժեղանալ, որովհետև մենք մի փոքր կարծես թե շեղվեցինք այն առաջին թեմայից, թե որ կուսակցություններում ինչպիսի նախընտրական խոստումներ կամ մոտեցումներ կան Արցախին, ես մի փոքր տեղեկանք ձեզ կարդամ, ուրեմն դե իշխող այդ խայտարակ կուսակցության, ուրեմն ծրագրում բնականաբար որևէ բան չկա, բայց վերջերս դուք հիշում եք, որ Փաշինյանը արտահայտվեց, որ Արցախյան շարժումը դա ճակատագրական սխալ էր, ավելին Արցախը նա համարում է ուրիշ հայրենիք, արցախցիներին փախացներ, հիշում եք այդպիսի խայտարակ խոսքեր արտահայտել, նույնպես Չէ, մենք պետք է տպավորություն կա, որ այդ կեղտը մենք նորից պատտասնում ենք։ Մենք այսօր փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարում նախընտրական դաշտում Արցախի թեմայով։ Նույն կերպ ոչ մի խոսք չկա Արցախի մասին Հանրապետություն կուսակցության նախընտրական ծրագրում։ Իսկ այդ կուսակցության նախագահը Արամ Զավենի Սարգսյանը ուրեմն հիստերիայի մեջ ընկավ այն պահին, երբ որ վերջերս Ռուսաստանը խոսեց այն մասին, որ հայկական Արցախը պետք է լինի օրակարգի մեջ։
եւ ուրեմն նա այսպես ասած ադրբեջանցիներից ավելի շատ մեծ հիստերիայի մեջ ընկավ, ասելով որ այ ռուսական իրախոսն է մեջ բերում, ռուսական առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին եւ դա Արամ Զավենի Սարգսյանի համար ուղղակի մահացու նա վտանգ է տեսնում դրա մեջ։ Ռեֆորմիստների կուսակցության նույնպես արտահայտվել է նախընտրական ծրագրում որևէ բան չկա այդ մասին, իսկ մնացած կուսակցությունները, տեսեք 19-ից ընդամենը 8 կուսակցություն կան, որոնք արտահայտել են ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը, դա էլ է խայտարակություն, հա, ընտրություններ են 19-ից 8-ն է, մնացածը չեն ներկայացրել։ Եվ ամենահետաքրքիրը որ Հայաստան դաշինքը չի ներկայացրել ուրեմն ծրագիր, որտեղ մենք կարող ենք կարդալ, թե ինչ մոտեցում ունի Արցախի հարցում։ Սակայն ասեմ ձեզ, որ վերջերս Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Մուրազին, Բարիս Մուրազին, բանավեճի ժամանակ ԿՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանին պատասխանեց, որ այնպես է քանդել Արցախը, որ մենք մի բան էլ դրա մասին խոսանք, այսինքն հիմք է ընդունվում արդեն այն, որ քանդվել է, եւ այլ որոշում էլ չխոսել։ Եվ մոտավորապես նույն մոտեցումը կա բոլորի մոտ, օրինակ տարօրինակ մոտեցում ունի այս հարցում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի առաջի համար Նարեկ Կարապետյանը, որ ասել է Սամվել Կարապետյանը կողմ է, որ ԼՂ-ն լինի, հարցը տալիս, կողմ է, որ լինի Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետության ռադիոյի ուղիղ հարցին Նարեկ Կարապետյանը պատասխանում է, իրեն հարցին տալիս կողմ է, ես ապագա բանակցային պրոցեսներին խնդիր չստեղծելու համար եւ արդեն իսկ դիրքորոշում չտալու համար կխուսափեմ այդ հարցից, բայց մի բան կարող եմ ասել, որ իրավիճակը ցավոք հայկական կողմի համար բավականին այսօր ավելի վատ տարածված է, քան կարող էր լինել 3 տարի առաջ կամ դրանից եւս 3 տարի առաջ։ Մի խոսքով Արցախի հարցում որևէ ծրագիր չի առաջարկվում նաև այս ուժի կողմից։ Եվ ուրեմն կարելի է մեջ բերել բազմաթիվ ուրեմն խոսքեր, որ որևէ ծրագիր կոնկրետ ինչ անել Արցախի հարցում չկա։ Մի փոքր արտահայտվել է դրա մասին հակը շատ թեթև, բայց ուրեմն իրականում ուրեմն մենք տեսնում ենք, որ խնդիրը բավականին բարդ է եւ բայց կոնկրետ ինչ անել Արցախի հարցում մենք տեսնում ենք, որ այդպիսի առաջարկություններ չկան։ Գուցե միայն ազգային ժողովրդարական բևեռի նախընտրական ծրագրում քիչ թե շատ ուրեմն խոսում է Արցախի բնակչության տեղահանումը գնահատվում է որպես էթնիկ զտում, պետության պարտավորություններն են անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունք ապահովում միջազգային պատասխանատվության ապահովումը եւ այլ եւ այլ։ Ուրեմն այսինքն պարզապես տեղափոխել հետ։ Ես դες կարող եմ հարց տալ, իսկ ինչ է պետք անել, օրինակ ինչ եք դուք տեսնում, որ ինչ կարող եք ուզենալ տեսնել նախընտրական ծրագրերում, որ մենք այսօր չենք տեսնում։ Առաջի հերթին ես կուզեի, որ լինի արժևորում, թե Արցախի կորուստը, թե տնտեսական առումով, թե քաղաքական իրավական առումով ինչ հարված է Հայաստանում։ Այսինքն մեր հանրությունը դուք խոսում եք սահմանադրության հռչակագրի մասին, ես երբեմն ահաբեկում եմ, որ այս հանրությանը կարելի է այնքան ճնշել պրեսինգով տանել նույնիսկ հանրաքվեի, որ հռչակագիրն էլ Իլհամի քնքով լինի, հա, որտեղ մենք զուգահեռներ անընդհատ կարող ենք տեսնել Իլհամի հայտարարությունների եւ այստեղի քայլերի միջև մեկը մյուսին այսպես adekvat ձեռնոց պատասխանում։ Այսինքն մենք այստեղ պետք է առաջին հերթին բարձրացնենք Արցախի թեև այս պահին կորցրած, բայց նրա նշանակությունը բոլոր առումներով։ Տնտեսական օրինակ տնտեսագետները հաշվարկ են առնում, որ առնվազն 2.5 տրիլիոնի արժողության Լավ, Տիկին Ավագյան, մենք կորցրել ենք շատ բան։ Հիմա ինչ անել, դուք ինչ կուզենաք, որ ասենք այս կամ այն կուսակցությունը առաջարկել, որ ինչ անել։ Տեսեք, 88 թվականին չկար այդ կարիքը Արցախի արժեքը մատուցելու մեր հանրությանը։ Այսպես արյան կանչել, թե ինչ է բոլորս մաղվել ենք։ Հիմա կարիք կա, այո, ասելու, թե Արցախը ինչ արժեք։ Լավ, ասեցինք, շատ բան կորցրեցինք։ Հաջորդ բանը, քաղաքական
իրավական դաշտ միջև մտնելը մենք քաղաքական խնդիրներ էլ պետք է առաջ տանենք։ Այսինքն, եթե մենք քաղաքական դաշտում պարտվել ենք, մենք իրավական դաշտում չենք կարող առաջ գնալ, որտեղ Չիրագվի նման կազուսների մեջ ենք ընկնելու։ Ու գալու ենք այսպես մատի փաթաթանա դառնալ։ Այսինքն, մենք քաղաքական դաշտում հասկանանք ինչ ենք ուզում, մենք չգիտենք ինչ ենք ուզում։ Ես գիտեմ ինչ։ Այդ դուք օրինակ ինչ է, ձեր հասարակական կազմակերպությունը ինչ է ուզում։ Ինքը հասարակական է, իհարկե ճիշտ եք շեշտում, այստեղ քաղաքական պահի մասին է խոսքը, եւ քաղաքական առումով, որ պետք է անմիջական լինեն բանակցային գործընթացներ առանց անվտանգային հարցեր այդպես, գիտեք, եթե ինչ չընտրեք, եկուց կռիվ կլինի, եթե այս հարց առաջ տանեք, եկուց կռիվ կլինի, Լիպարիցյանի օրերից ենք մենք այդ հա լսում, բերում, հասցնում են այստեղ։ Մենք պետք է հասկանանք քաղաքական դաշտում մենք ինչ ենք ուզում Արցախի հարցում։ Ես ուզում եմ Արցախի հարցում քաղաքական դաշտում լիարժեք վերադարձի խնդրի բարձրացում, ընդ որում Արևմտյան Ադրբեջանի հարցը պետք է իսկույն հանվի, ինչու՞։ Որովհետև Սումգայիթի մասին պետք է խոսի։ Որովհետև Բաքվի ու Կիրովաբադի մասին պետք է խոսվի, Նախիջևանի մասին։ Ոչ Արցախը, որպես Հայաստանի մի մարզ, չի խոսել դրա մասին, այդքան խնդրել ենք։ Ի վերջո ԼՂՀ-ն ուներ արտաքին գործերի նախարարություն, առնչվում էինք, խնդրում էինք, ասում էինք Սումգայիթ առաջնայինը խոսեք, ցույց տվեք, որ այդ երկիրը 90 թվականին գալիս էր Արցախը կոտորելու, Սումգայիթ անելու, եկավ 20 թվականին։ Այսինքն քաղաքական դաշտում մենք ունենք անելիք, որը բաց ենք թողել, ու դա ուշ չի այսօր էլա պետք։ Տեսեք, Իլհամը շատ այսպես ճկուն մեզ հուշում է կարևոր այն թիրախները, որը իրան խիստ անհանգստացնում է։ Սահմանադրության հռչակագրի Սումգայիթ, անընդհատ շեշտում։ Նույնիսկ Պուտինը չդիմացավ 3 անգամ 20 թվականի պատերազմի ընթացքում Սումգայիթ հիշեցրեց։ Բայց այսօր նույն Պուտինի երկրում 10-րդ դասարանի դասագրքի 1914 գիծ 45 թվականների, ներողություն 14 չէ, 24 գիծ 45 թվականների պատմության դասագրքից հանված է Արցախի, Արցախ չի եղել, ՆԿՕ չի եղել։ Բոլոր ԱՕ-ները եղել են, ավտոնոմներ օբլաստի, բացի ՆԿՕ-ից։ Այսինքն այդ Ռուսաստանի համմեխի խփել համնալին, այդ նոր չէ որ գիտենք։ Այսինքն մենք մերը պետք է ունենանք, դրա համար մենք դարձել ենք, նորից եմ ասում, նույն Ռուսաստանի համար ենք, Թաշկինակ դարել Գրպանի, դե Թուրքիայի համար էլ արդեն տեսեք ինչ բան են, բարեկամական ինչ մթնոլորտ է ստեղծում, հա։ Ֆրանսիանը կողքի կանգնում, Փաշինյանը Մակրոնին ասում, Արցախի հարցում էլ ասում է դուք քաղաքական կամք ցուցաբերեցիք եւ հրաժարվեցիք։ Այսինքն տեսնում եք ինչ բաք խաղ է գնում, իսկ մենք չկանք։ Շատ լավ, Տիկին Ավագյան, խնդրեմ պարոն Մարտիրոսյան։ Մենք ինչ ենք ուզում։ Վերադարձի իրավունքը դա կոնվենցիայով ամրագրված իրավունք է եւ վերջին հաշվով այդ կոնվենցիայի մեջ ամրագրված է, որ պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել վերադարձի իրավունքը ապահովելու ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի հետ խնդրի ամբողջական լուծմանը, միանշանակ է, որ այս լուծման ճանապարհը հնարավոր է միայն միջազգային դատական ատյանների միջոցով, որի արդյունքում պետք է ձեռք բերել այն իրավական որոշումը, որում կճանաչվի Հայաստանի տիտղոսը Արցախի նկատմամբ։ Իհարկե նման որոշում կայացնելուց հետո միանգամայն եզրակացնել, որ Ադրբեջանը սիրով մեզ կընդունի վերադառնալ։ Մենք ում գիրք ենք գնում, Ադրբեջանի գիրք չենք վերադառնում, ես հուսամ դուք այդ նկատի չեք։ Ես բան դրա մասին չէի խոսում, ուրիշ բան։ Այնուամենայնիվ այդ տիտղոսը անհրաժեշտ է վերջին վերաբերմունքը ցույց տալու համար։ Ես իհարկե այստեղ փակագծեր չեմ բացում, բայց որ Հայաստանի գործողությունները անվտանգ լինի եւ աշխարհում ճանաչված լինի իրավաչափ գործողությունների տրամաբանության մեջ, մենք պետք է ունենանք դատարանի իրավական վճիռ Արցախը դիտողով Հայաստանին պատկանելու մասին։ Իսկ ունենք արդյոք այդպիսի փաստական տեղեկություններ, ապացույցներ, որոնք հիմք են տալիս
մեզ հիմնավորելու, որ տիտղոսով պատկանում է Հայաստանին։ Այդ մասին մեզ հուշում է 20 թվականներին Ազգերի լիգայի կողմից կայացված որոշումը, որով որ Արցախը ճանաչվել է վիճելի տարածք եւ պատկանելիության առումով չի պատկանել Ադրբեջանին։ Իսկ Արցախը հանձնվել է Ադրբեջանին ոչ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետության կողմից կայացված որոշման հիման վրա, ինչը միջազգային պայմանագրերի իրավական տեսանկյունից նման որոշումը չի կարող ճանաչվել որպես իրավաչափ։ Իսկ ով պետք է այս քայլերը ձեռնարկի։ Միայն այն անձինք, իրավաբանական անձինք, ովքեր միջազգային իրավունքի սուբյեկտ են։ Իսկ որպես այդպիսին միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, ով չի ցանկանում ընդհանրապես իրավական հարաբերությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ միջազգային դատական ացիաներում։ Սա է խնդիրը եւ մենք կոնկրետ ես կարծում եմ արցախցիների գերակշիռ մասը այս ընտրությունների ընթացքում կքվեարկի նրա օգտին, այն ուժի օգտին, ովքեր կընտրեն այդ ճանապարհը։ Պարոն Բաբուխանյանը ճիշտ նկատեց, որ այս ընտրությունների ընթացքում որոշակիացված ձևով իր ծրագրերի շրջանակներում անհամեմատ ավելի շատ խոսում է ԲԴՌ-ը, քան մնացած կուսակցությունները։ Սակայն ես նրանց մոտ հայտարարություններում չնայած չկան ծրագրային դրույթներում որևէ շեշտադրում Արցախի վերադարձի հետ կապված, այնուամենայնիվ նրանց հայտարարությունների խոսքի տողատակերում տեսնում եմ մտադրություն Արցախի վերադարձնելիության հետ կապված վերաբերմունք։ Շնորհակալություն, ասեմ հետևյալը, որ իհարկե միջազգային իրավունքը կարևոր է, բայց միջազգային իրավունքի առկայության պայմաններում մենք տեսանք, որ Արցախը կործանվեց։ Միջազգային իրավունքի այսպես ասած աչքի առաջ կործանվեց, ասենք, Գազայի սեկտորը, որը որ պարզապես ոչնչացվեց, այդտեղ ցեղասպանություն տեղի ունեցավ, դուք տեսաք 2 միլիոն մարդ, հա։ Այսինքն միջազգային իրավունքը լավ բան է, բայց որոշումները ընդունում են իրականում գերտերությունները եւ այդ գերտերությունները այդ որոշումները ընդունում են միմյանց հետ պատերազմելով կամ բանակցելով եւ ինչպիսի ինչ որ որոշում ընդունելով, ինչպես եղավ եւ առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ կարող է լինել շատ շուտով նաեւ այս խառը իրավիճակի մեջ, երբ որ մենք տեսնում ենք աշխարհը ամբողջությամբ ներգրաված է տարբեր պատերազմների մեջ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ հարցը նախ պետք է լուծել գերտերությունների հետ, ինչ որ ձևով բանակցելով եւ ասած քաղաքական դաշտում գերտերությունների հետ, այսինքն կարողանալ լուծել այդ հարցը եւ երբ որ նրանք իրար մեջ են լուծելու, մենք կարողանանք այդտեղ այդ պահին չկորցնել մերը եւ ուրեմն ինչ որ ձևով դրան անդրադառնալ։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր զրույց էր, շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Ես կոչ եմ անում մեր կլոր սեղանի անունից բոլոր մասնակիցների ընտրությունների, ավելի կոնկրետ խնդրում եմ արտահայտեք ձեր տեսակետը, ինչ եք դուք տեսնում Արցախի լուծման խնդրի համար պետք է անի Հայաստանի Հանրապետությունը, ինչ կանեք դուք, եթե կընտրվեք, ինչ պետք է անեն ուրիշները, եթե ընտրվեն ուրիշները, եւ ուրեմն այսպիսի կարևորագույն խնդրում իհարկե մենք բացեցինք այսօր քննարկում արցախցիների քաղաքացիության իրավունքը ապահովելու վերաբերյալ, իսկ անկախ ամեն ինչից բոլորին կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրություններին եւ ընտրել ձեր ուզած տեխնացուներին, մենք այսօր կոնկրետ չենք ասում այս կուսակցության կամ այն կուսակցությանը, ընտրեք ձեր ուզած, ձեր նախընտրած տեխնացուներին, բայց անպայման մասնակցեք ընտրություններին, որպես ձեր փոխարեն չքվեարկեն ուրիշները, ինչպես դա շատ անգամ մեզանում լինում է։ Շնորհակալություն հարգելի մասնակիցներ, մաղթում եմ մեզ բոլորիս այն, որ մենք կարողանանք գտնել Արցախի փրկության վերադարձի բանալին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։